Հովհաննիսյան, այսպիսի հարց եմ ձևակերպում։ Դուք ասացիք, որ 13,000 սարքավորումներ է սուբսիդավորվել պետական բյուջեի կողմից, որպեսզի տնտեսությունը զարգանա։ Դա լավագույն գործիքներից է, բայց լավագույն գործիքներից լինելու պարագայում ուզում եմ հասկանալ, կարող եք ինձ ասել 13,000-ը որ ոլորտներին է վերաբերվում, վերամշակողի ինչքան է, եւ այդ 13,000 բերված սարքավորումները ինչ արդյունավետությամբ են աշխատում։ Հնարավոր է դրանցից 1 կամ 2,000-ը դեռ ինչ-որ մի պահեստում է, ինչպես որ պարոն վարչապետը գնաց տեսավ դաշնամուրներ պահեստում, սարքավորումները դրանք ովքեր են վերահսկում, ով է դրա պատասխանատուն, այդ սարքավորումը ամբողջական 24 ժամվա կամ 12 ժամվա կամ 8 ժամվա ռեժիմով աշխատում է, թե չի աշխատում։ Եվ դրանց բերելուց հետո ինչքանով են ավելի մրցունակ դարձել մեր այդ տնտեսությունները, որտեղ որ այդ ժամանակակից 5+ սերնդի սարքավորում է բերվել։ Ինչու եմ սա հարցնում, որ մենք հասկանանք էլ ինչ անենք, որպեսզի ավելի մրցունակ լինենք, ավելի արդյունավետ լինի եւ գումարները թիրախային ծախսվի։ Հիմա 13,000-ից ինչքան-ն ա եղել, որ սխալվել ենք։ Օրինակ կարող է 1000-ի դեպքում այնպիսի սարքավորում են բերել, որը որ արդեն հնացած է եղել։ Արդյոք դա ինչ-որ մի մարմին կա, այդ վերլուծությունը կա, որ ոլորտներն են, որոնք որ ավելի արագ սկսեցին աճել այդ մեր ներդրումների արդյունքում պետության սուբսիդավորելու արդյունքում։ Կուզենամ այս թեմայով, եթե այսօր չկարողանաք ամբողջական, ինձ մի տեղեկանք տաք, որ ես կարողանամ այդ տեղեկանքը ճիշտ գնահատեմ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Սուքեսյան, իրականում այո, շատ կարևոր հարց է եւ ընդհանուր առմամբ ոչ միայն սա, այլ նաեւ մեր բոլոր իրականացվող ծրագրերը պետք է իրենց արդյունքներով գնահատվեն։ Տեսեք, տրամաբանությունը այս գործիքի կառուցման հետեւյալն է, որ նախ վարկը տրամադրում է բանկը, այսինքն բանկը գնահատում է այն ռիսկերը, որը առկա են առանձին ձեռնարկությունում, հետո ձեռնարկությունը վճարում է մայր գումարը եւ պետությունը սուբսիդավորում է այդ գումարի այդ տոկոսի մի մասը ընդամենը եւ նաեւ ենթադրությունը նա է, որ ձեռնարկատերը խելամիտ լինելով չի կարող ձեռք բերել սարքավորում, չօգտագործել այն, դրա համար վարկ վերցնել եւ այդ վարկը սպասարկել եւ դրանից հավելյալ օգուտներ չստանալ։ Բայց իհարկե, քանի որ ծրագիրը իրականացվում է էկոնոմիկայի նախարարության կողմից, ես այդ մանրամասն տեղեկությունները բացվածքը չունեմ իմ ձեռքի տակ հիմա, բայց քանի որ առանձին նշեցի գյուղատնտեսության ոլորտի լիզինգի ծրագիրը, ապա կարող եմ ասել, որ գյուղատնտեսությունը այդտեղ չի մտնում, այդտեղ կարծում են հիմնականում վերամշակող արդյունաբերության եւ շինարարության ուղղություններն են, որտեղ ձեռք են բերվել եւ տեսանելի է նաեւ, թե ինչպես է այդ պարկը նաեւ նրանք, որոնք ասենք հաստոցներ չեն, այլ օրինակ մեքենաներ, մեծ մեքենաներ են, դրանք թարմացվել են վերջի շրջանում։ Շնորհակալություն։ Ամենը կարծեկանք։ Պարոն Հովհաննիսյան ջան, ես ուրիշ հատվածը ձեզ ես ուզում եմ ասել, հնարավոր է բերել են շրջանառու միջոց չունեն, իրացման ծավալներն է նվազել, մենք ինչ ձևով ենք ուղեկցում մինչև տրամաբանական ավարտը, վերջին հաշվով պետությունը հարկերի հավաքագրման արդյունքում որոշում է կայացել ինչ-որ մի ոլորտի օգնել, այդ հարկերը տրվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից, հիմա դուք կապ չունի, $1 եք ծախսում, ես վերջերս աշխարհի 7-րդ կազմակերպությունը $10 համար մարդը աշխատանքից անցնի, անարդյունավետ ծախս է արել, դու քեզ ով է թույլ տվել։ Հիմա մենք ասում ենք հազարավոր, միլիոնավոր մարդկանցով հարկ ենք հավաքում։ Հիմա դա պետք է արդյունավետ լինի։ Ասում եմ հնարավոր է ծավալների իրացման հարցում պետք է օգնենք։ Մի երկրորդ ինստիտուտն է պետք ստեղծել։ Տվեցինք սարքավորումը բերեց, արտադրանքը տվեց, չի կարողանում իրացնել։ Ինչքան է աշխատել։
Պետք է ամեն օրվա աշխատանք լինի, բաժինները ամեն օր պետք է դրանով զբաղվեն, որտեղ դա է մեր զարգացման հիմնական բանը, գործիքը, շնորհակալություն։ Ճիշտ է, հենց այդպես էլ արվում է, պարոն Սուքիասյան, այս գործիքից բացի նաև կա արտահանման աջակցության գործիք, բարձր որակավորում ունեցող կադրերի աջակցության գործիք կամ այս ինչպես իմ ելույթում նաև ասեցի գիտական հետազոտությունների եւ նորարարությունների աջակցության որոշակի արտոնություններ կան, այսինքն որոշ ոլորտներում հումքի ներմուծման հետ կապված աջակցության հարցեր կան, այսինքն մենք տարբեր կողմերից փորձում ենք աջակցության ծրագիրը այնպես դարձնել, որ ձեր ասած խնդիրը նաև լուծվի, որպեսզի մենք մի գործիք չտրամադրենք, որը հետո կարող է պարզվի, որ ոչ մի ձև չի կարողացել օգնել ձեռնարկությանը, որը ասենք իրացման հետ կապված խնդիրներ ա ունեցել, բայց ինչպես տեսնում ենք, ընդհանուր տնտեսության աճը այնպիսին է, որ մենք դիվերսիֆիկացնում ենք եւ մեր տնտեսվարողների շրջանառությունները եւ շահույթները գնալով մեծանում են։